Երեխաներ, հիմա շարունակում ենք մեր դասը, որպեսզի կարողանանք անցնել մեր հաջորդ քայլի, որը գործնական աշխատանքների հետևելու, նախ պետք է մի քանի կոնկրետ կանոնների մասին խոսենք։ Առաջին հերթին աշխատանք իրականացնելու ենք զույգով, ապա զույգը դառնալու է կարիերա։ Գիտեք ինչպես ենք դա անում։ Մինչև աշխատանքի սկսելը բոլորը նստած տեղերի ուշադրության կդառնաք աշխատանքային կանոնները, տվել հիշեք, նոր կանցնենք ձեր աշխատանքին։ Հիմա որպեսզի կարողանամ շարունակել իմ գործը, թող ինձ մոտենան այսօրվա հերթապահները։ Վերցրու նվաճում, յուրաքանչյուր սեղանին մեկ անգամ, բալես, յուրաքանչյուր զույգին տալիս եք մեկ թերթի։ Թերթիկները դնում եք սեղանի կենտրոնում, երեխաներ որպեսզի կարողանաք զույգով աշխատել։ Նախապատրաստում եք գրիչները, եկեք պայմանավորվենք աղջիկները վերցնենք ակույր գրիչը, տղաները կանաչ գրիչը։ Բոլորը բացրացնեք գրիչները, որպեսզի ես տեսնեմ ունեն։ Շնորհակալություն իջեցին։ Հիմա նայում ենք Կատրին ջան, մի փոքր արագ բան տեսեք։ Ավետ թերթիկները դնենք սեղանին Կատրին։ Շնորհակալություն նվաճ ջան։ Բոլոր աշակերտները դեպի թերթիկները դնենք կենտրոնում։ Արագ տեղավորվեք Կատրին ջան, որ հետ չմնացին կենտրոնում, հապրս դարձրեք։ Դրել ենք կենտրոնում։ Եկեք պայմանավորվենք, որ ամսալ թիվը ովքեր են գրելու, աղջիկները, կեցր Սամվել ջան, ամսալ թիվը թող գրեն աղջիկները, էջի ձախ կողմում գրեք ամսալ թիվը երեխաներ։ Գրադախտակի վրա դուք տեսնում եք այսօրվա ամսալ թիվը 6-րդ ամիս 25 թվական, գեղեցիկ գրեք երեխաներ, ուշադրություն դարձրեք ձեր ձեռագրին, մաքուր, կոկիկ, համաչափ, ինչպես որ միշտ աշխատում ենք։ Հաջորդ քայլով աղջիկներ, աջ անկյունի առաջին տողում գրեք ձեր անունը։ Զույգի անունը գրառենք, որպեսզի հասկանալի լինի սա որ զույգի աշխատանքն է։ Փոխանցեք տղաների թող իրենք գրեն իրենց անունը։ Բոլոր գրիչները դնում եք սեղաններին, աշխատանքային թերթիկները կենտրոններում, ձեր առջև դրեք առաջադրանքների թերթիկները։ Այսօր մենք կատարելու ենք 3 բնույթի աշխատանք երեխաներ։ Բոլորի ուշադրությունը դեպի էկրանը։ Առաջին աշխատանքը կատարելու ենք պատկերի բաժանում հավասար մասերի։ Նույն առաջադրանքը կա նաև ձեր դասագրքի էջ 66-րդում։ Բոլորիդ մոտ բաց է այդ էջը։ Ճիշտ է։ Եկեք նայենք էկրանին, տեսնենք ինչ ենք անելու։ Կիրառելով բերված քայլաշարը, թղթից ստանալու ենք քառակուսի եւ այն բաժանելու ենք հավասար մասերի։ Հիմա տեսնենք, այսօր մեր արհեստանոցում մեզ անհրաժեշտ են հետևյալ գործիքները, տեսնենք բոլորդ ունենք։ Նկատներ, ունենք, գծամատիկներ, քանոններ, սոսինձ ունենք, որ եթե ցանկանանք սոսնձենք աշխատանքը։ Մկրատ ունենք, շատ բարի, անցանք առաջ։ Աշխատանքային գործիքները թողնում ենք հանգիստ, նայում ենք գրադախտակում։ Պատրաստ եք բոլորը։ Շատ ապրեք, գնացինք առաջ։ Նախ ինչ ենք անելու։ Աշխատելու ենք զույգով, բոլորը բռնեն իրենց զույգի ձեռքը բարձրացնեմ վեր տեսնեմ։ Տեսնեմ ճանաչում են իրենց զույգերի։ Շատ լավ է, իջեցին։ Օգնելու ենք իրար, աջակցենք, ով որ ընկերը չկարողանա որևէ բան կատարել,
բացատրելու ենք մեր զուգընկերոջը, ընթացքում աշխատանքի ընթացքում ես մոտենալու եմ ձեզ։ Ինչ ենք անելու, ինչպիսի քայլաշարով ենք աշխատելու։ Քայլ առաջին, վանդակավոր թղթի վրա գծելու ենք քառակուսի, ինչպես ցույց է տրված առաջին նկարում։ Տեսա՞ք։ Քայլ երկրորդ, երկու հանդիպակաց գագաթներով տանելու ենք ուղիղ։ Քայլ երրորդ, թուղթը կտրելու ենք քառակուսու կողմերով մկրատի օգնությամբ, ստացված քառակուսին կտրելու ենք անկյունագծով, ստուգելու ենք ստացված եռանկյունների հավասար լինելը, ապա եզրահանգում ենք կատարելու։ Ինչ հասկացանք այս առաջադրանքից։ Առաջին առաջադրանքի շուրջ հարցեր ունեք երեխաներ։ Որպեսզի աշխատանքը հեշտ կատարեք, կարող եք օգտվել նաև ձեր դասագրքերից, որոնք բացված ձեր առջև դրված են։ Հիմա նայենք երկրորդ առաջադրանքին։ Ուշադրիր։ Ուշադրիր երեխաներ։ Ձեր թերթիկների վրա առաջադրանքը պատկերված կա։ Ուշադրիր։ Կազմենք հավասարություններ աղյուսակը լրացնելու համար։ Նախ եկեք տեսնենք մեր աղյուսակը որ գործողության, որ բաղադրիչներով է կազմված։ Միասին կարդանք, կարդացինք։ Նվազելի, անելի, տարբերություն։ Ով կասի, որ գործողության բաղադրիչների մասին է խոսքը։ Տեսնեմ, ակտիվ մասնակցենք բոլորս, Անգելինա ջան ասա։ Հանման գործողության բաղադրիչ։ Շատ ապրես, հանման գործողության բաղադրիչների մասին է խոսքը։ Եկեք մի փոքր վերհիշենք բաղադրիչների կառուցվածքը, որպեսզի աղյուսակը հեշտ դարձնի։ Լավ, ով կասի ինձ, հանման գործողության բաղադրիչները որոնք են, Միկա ջան, մի անգամ էլ դու կրկնի բացես։ Հանման գործողության բաղադրիչներն են նվազելի, հանելի, տարբերություն։ Շատ ապրես։ Աղյուսակը կարող եք դրացնել երեխաներ։ Գնանք առաջ։ Երրորդ առաջադրանքը տեղավորվի Սեյան ջան։ Երրորդ առաջադրանքում սլաքը տեղադրելու, թվերը տեղադրելու ենք շրջանակների մեջ։ Մենք այսպիսի աշխատանք արել ենք երեխաներ։ Մենք օգտեք, սլաքը ինչին է փոխարինում։ Մեծի նշանի, շատ ապրեք։ Մենք եկում եք թվերը, որոնք տեղադրելու եք շրջանակների վրա, եւ ձեզ օգնության է գալու սլաքը, որը փոխարինելու է մեծի նշանին։ Հիմա շարի, առաջին առաջադրանքը կատարելու համար դուք ունեք 3 րոպե ժամանակ։ Նայում եք այստեղ երեխաներ, սպասեք, ժամանակը չեմ սահմանել 1 րոպե, ուղիղ 3 րոպե հետո հնչելու է ազդանշանը, դադարեցնում ենք աշխատանքը, անցնում ենք երկրորդ առաջադրանքին։ Բաց է երեխաներ, գնացինք, ժամանակը գնացինք։ Երեխաներ, ազդանշանը հնչեց, ցանկրեցինք աշխատանքային գործիքները, սկսում ենք հաջորդ աշխատանքը, հաջորդ աշխատանքը կատարելու համար ունեք ևս 3 րոպե ժամանակ, ժամանակը գնաց, ուշադիր, ես ցույց տամ հիմա էկրանին,
Աշխատանքային գործիքները սեղաններին ուշադրություն, անցնում ենք երրորդ առաջադրանքին։ Անցնում ենք երրորդ առաջադրանքին, ունեք ևս 3 րոպե։ Գնա ժամանակը։ Ժամանակ, ցածրին աշխատանքային գործիքները, բոլորս ուշադիր, նայում ենք էկրանին, դուք ունեք նաև գնահատման թերթիկ, որը ձեր ամբողջ զույգային աշխատանքի շուրջ է կազմված։ Եկեք տեսնենք, կարող են պատկերները բաժանել մասերի և անվանել մասերը, կարող են շատ լավ, թե վատ, կարող եմ թվերը դասավորել նվազման կամ աճման կարգով, կարող եմ լրացնել աղյուսակներ։ Ինչպես որ պայմանավորվել էին, տղաները վերցնում են կանաչ գրիչները, աղջիկները կապույտ գրիչները։ Տղաները նշում են կանաչ գրիչով իրենց աշխատանքը գնահատում են, ինքնագնահատում են կատարում, աղջիկները իրենց աշխատանքն են գնահատում։ Այս աշխատանքը կատարելու համար դուք ունեք 1 րոպե ժամանակ։ Նշեք, երկուսը նույնում նշեք, ժամանակը գնաց։ Ժամանակ, ծածրեցի, հիմա, ուշադիր երեխաներ, մեր աշխատանքային թերթիկները դրեցինք իրար վրա, ընկերոջ ուսի վրայով լուր առաջ տվեցինք, խմբային աշխատանքը, զույգային խմբային աշխատանքը, ապա նոր կազմենք նորմություն, լավ?